Չէ, որ աճողն էր, այս թապատ մազարես եմ կաչեր։ Միտքուշ մազուն եմ էտել, եք ուզում վերացունեք, չկատ ես բան։ Միլիոնը իմնա, լսում ես իմնա, եթե ուզում ես ապրես, տուր իմ փողերը։ Չեմ տա, էդ իմնա, ես եմ շահել։ Ես 2 միլիոն փող եմ ծախսել, որ այդ 1 միլիոնը շահեմ։ Գոնե այդքան է հասկանում ես, տուր իմ փողերը։ Չեմ տա, էդ ես եմ շահել, իմ փողնա, արդար ձևով եմ շահել։ Եթե չես մոռացել, իմ տոմսով ես շահել դու այդ միլիոնը, հետևաբար շահումը ինձ է պատկանում, այդպես չի։ Թե չլավ չի երջո, հեչ լավ չի, որ միլիոնը դու մենակով ես շահել։ Տուր մեր փայարա։ Ինձար չմոռնաս, բարոն Երջանիկ, ես սալատ միլիոնին համար չաչարված եմ, ինձ հնամներս ինձի գուտաս կլսես կոր։ Ու հիմա ամեն մարդ պետք է ստանա իր հասանելիքը այդ միլիոնից։ Տուր միլիոնը։ Այ հա։ Ինձ էլ չմոռանաս։ Իմ քաղցրանուշ ձենից չխափնվես։ Այդ միլիոնից իմ փայը կտաս, թե չէ գլազախան կանեմ, հա։ Այդ փողերը ես եմ ստանալու։ Ես ամենաշատ իրավունքներն ունեմ այդ փողերի հանդեպ։ Ոչ մեկը դեռ իրավունքներ չունեք, եղավ, էդ իմ փողն ա ու վերջ։ Սասի։ Ես քո վերջի խոսքն, հա։ Հա։ Ես որտեղ եմ, Մարգո։ Բա երջը տանն ես, վատերազ էր տեսնում։ Հելել ինչ վատերազ։ Սա հավաքվել էին գլխիս ու ուզում էին միլիոնը ձեռիցս տանեն։ Ինչ միլիոն։ Հա։ Ասում եմ ինչ միլիոն, Երջո։ Հեչ։ Երազես իբր $1 միլիոն եք գտել ու ուզում էին սաղ ինձանից խլեն այդ փողը։ Մի հատ ջուր բերել է, վերանս չորացել է։ Դու մեր ջուր բեր, ինչ ես տեսնել։ Ալո։ Երջանիկ, Գուրգենն ա, ես ինչի չես զանգում։ Հա, Գուրգեն ջան, գներ ես, ուղակի քնել էի, դրա համար չէի զանգում։ Հիմա հարմարա, կարանք հանդիպենք։ Պրինցիպի հա, եթե այդ հանդիպումը մոտակա կես ժամվա ընթացքում կայանա։ Հա, պրոբլեմ չկա, հասա որտեղ ես, ես կգամ։ Հա, գիտեմ, 20 րոպեից այդտեղ եմ, եղավ։ Մարգո, ես հիմա տեղ եմ գնում, 2 ժամից կգամ։ Իսկ այլ է իմանալ ուր ես գնում։ Չէ, չի կարելի։ Երջո։ Ես ձեզ գործ էի հանձնարարել, արա, ասել է, որ գտնեք է մարդուն, ով ապերիստությամբ է զբաղվում ու խաբվում է մարդկանց։ Այս դու
միջև հիմա ոչ մի բան չեկավ։ Ջան, ախր գոնե որ այդ մարդկանց հասցեն իմանան կգտնեին, չէ՞ բան։ Հա կամ եթե գոնե հեռախոսը մեր կզանգեին, կգտնեին։ Արա որ դուք դեպի չեք։ Հասկանում եք ինչ եք խոսում։ Է որ հասցե հեռախոս ունենա, այդ ձեզ ինչի համար է ասում։ Ես կանեի։ Ջան, ախր մի հատ հենց քաղաք, երկու աֆերիստ, հիմա մենք դրանց որտեղից գտնենք։ Այդ Մակբեթնևսկի նորմալ չկարողացավ բացատրել այդ մարդկանց արտաքինը։ Արտաքինը, հա, ասում ես։ Հա, բեկ ջան, ախր եթե գոնե մի հատ նկար լիներ, ավելի շուտ կգտնեինք դրանց։ Այն շենքը, որտեղ աֆերիստները օֆիս են բացել, Մակբեթի կնոջից $10,000 են վերցրել։ Պատկանում է իմ ընկերոջը։ Հիմա զանգեք Մակբեթին, ասեք թող կոնկրետ օրն ու ժամը ասի, երբ իրակին այդ օֆիսում է եղել։ Հետո գնացեք այդ օֆիս, ընկերոջս ասեք, թող սաղ զապիսները տա, որ թաքնված տեսախցիկի միջոցով արվի։ Մանրամասը նստում նայում եք։ Եթե կասկածելի դեմք տեսակ, որ նմանա նրան, ում Մակբեթն է նկարագրում, ուրեմն դրանք հենց այդ մարդիկ են։ Բռնում եք, բերում եք իմ մոտ, հասկացաք։ Հա, բեկ ջան։ Նայեք արա, եթե ես անգամ մի բան ունես չեղավ, մսաղացով եմ անցկացնել։ Ազատ։ Գուրգեն ջան, ես կաֆեի մոտ եմ, երբ կգաս։ 2 րոպեից այդտեղ կլինեմ։ Սպասի, իրար հետ կմտնենք։ Լավ, ցավդ տան։ Թուն վստահ ես, որ բարոն Գուրգեն հոզ պետք է կա։ Դե հա այսօր հեռախոսով խոսալուց ասեց, որ հանդիպում ունի, ու ինքը իր բոլոր հանդիպումները ստեղ անում։ Բայց շատ վտանգավոր տեղ ենք ընտրել, բարազդատ։ Չէինք կարա ուրիշ տեղից իրան գողանայինք։ Լա նորեն բարապարապ կխոսես կոր։ Դու մտածե, որ վաղ արդու բարոն Բեգին քովը պետք է երտանք տեսեք միլիոնադիրոջ անունը։ Անուն մասին մտածե։ Ինչի։ Ինչ կնես։ Ինք դա։ Ասոտոն հոս։ Հա, ինք դա։ Թակիր, թիմագը թակիր։